արձանագրենք, որ Արտուր Լավրենտի Սարգսյանը արդեն իսկ 2 օր է գտնվում է անօրինական սահմանափակումների մեջ։ Շատ հետաքրքիր է, ոնց որ պատմությունը 5 տարի մեկ կրկվում է, իմիջիայլոց 2021 թվականի դեկտեմբերի 10-ին նույն այդ սահմանադրական դատանի որոշման հիման վրա ես ազատվել կալանավայրից, այն ժամանակ պարոն Վարդևանյանը ազգային ժողովում իր նամակներով գլխավոր դատախազին ասում էր, որ պատգամավորները պետք է լինեն ազատության մեջ, այդ ժամանակ պարոն Չարչյանը, պարոն Մխիթարզակյանը եւ ես պատգամավորներ են եւ գտնում ենք Կալանավայրում եւ դեկտեմբերի 10-ին ես ասացի, որ Արամ Վարդևանյանը ճիշտ էր եւ ամբողջ դատախազական համակարգը սխալ էր, որովհետեւ ինքը համազգական դատարանում ապացուցեց, ոչ թե գլխավոր դատախազը չէր պատասխանում, այլ ինքը պատասխանել էր լրագրողներին, որ ոչ պետք է մնա հաղթահարվածը, բայց համազգական դատարանը ապացուցեց եւ Վարդևանյան Արամն էլ ապացուցեց, որ ինքը ճիշտ է։ Հիմա քանի որ այդ դեպքը 21-ին կրկնվել է, ես ամբողջությամբ ուսումնասիրել եմ եւ վստահաբար ասում եմ, ես ամսի 21-ին պետք է անապահ ազատ արձակվեի, բայց 2 օր հանգիստ նստել եմ, կարայի բարձրաձայնեի ասեի, բայց դրա կարիքը չունեմ, չեմ նեղվել, որ ես մի տարին կալանքի մեջ եմ 2 օր էլ ավել եմ մնացել, բողոք չունեմ, այդքան։ Բան չունի պաշտպանական կողմավորությունը, մեղադրանքի կողմավորությունը։ Պատվարժան դատարան, պարոն Վարդևանյանի կողմից ներկայացված միջնորդության առանցքային հաստակներից մեկն այն էր, որ պարոն Սարգսյանը սույն թվականի հուլիսի 21-ին ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 9-րդ գումարման ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ կամ առհասարակ ձեռք է բերել պատգամավորի կարգավիճակ։ Պետք է փոքրինչ չհամաձայնեմ պարոն Վարդևանյանի հետ այնքանով, որ պարոն Սարգսյանը պատգամավորի կարգավիճակ ձեռք է բերել եւ առայժմ շարունակում է կրել այդ կարգավիճակը դեռևս 2021 թվականից։ Նախորդ տարի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը պարոն Սարգսյանին զրկել է ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունից։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 90-րդ հոդվածի առաջի մասի համաձայն ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Երկրորդ մասը սահմանում է հերթական ընտրության դեպքում նորընտիր ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նախորդ գումարման ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը հրավիրված նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին։ Բնավ չեմ ցանկանա բանավեճի մեջ մտնել ձեր կարգավիճակի եւ կարգավիճակ ձեր բերելու լիազորությունները ստանձնելու հասկացությունների եւ ինստիտուտների առումով պարոն Վարդևանյանի հետ, քանի որ դրանք այս պահի այս միջնորդության քննարկման տեսանկյունից չեմ կարևորում, գտնում եմ, որ վերաբերելի չեն։ Այստեղ վերաբերելի այն հանգամանքը, որ 90-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից հետևում է, որ ազգային ժողովը գործում է անօգնությունության սկզբունքով, այսինքն նորընտիր ազգային ժողովը սկսում է իր գործունեությունը